երբ որ 2000-ականներին ազգային անվտանգության ղեկավարներ, մարդակեր, շորթող, գողցող, ու դա համարվել է հիմա էլ կարծեմ մի քանի պատգամավորների հետ երեկոյան ժամերի հանդիպումա կոնսուլտացիաներ անում, որ չգիտեմ ինչ կարգի, ինքը լավ գիտի, հիմա կլսիկ իմանա ինչ եմ ասում, պատգամավորներին ոնց ասում դեմ դուրս գան, այն շենքերը, որոնք որ կառուցել է Երևան քաղաքում, դեռ 2000-ական թվականներին մինչև $5 միլիոն փող է ծախսել։ Բոլորդ լավ գիտեք ինչ կատարվեց, հետո քաղաքական համակարգը վերցվեց մի անձի ձեռքը, մի քիչ կարողանում էին որոշակի փորձ ունեցող քաղաքական ուժեր ընդդիմանալ, ինչ որ ամեն մի X պայից սկսում էին բանակցել, սա եղել է մեր այն իրավիճակը, որը եղել է։ Ինքներդ լավ, շատ լավ գիտեք հոկտեմբերի 27-ի ինչի համար է եղել, որպեսզի հողերի տալը հետաձգեն։ Լավ գիտեք 2004 թվականին այդ տուրու դմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ։ Լավ գիտեք 16 թվականի ՊՊՑ գնդի պատմությունը ինչ եղավ։ Նորից խնդրում էին, ժամանակ էին ուզում, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրեն մի քիչ ուշ, հիմա հարմար չի ընտրություններ է, այդ ընտրությունների քողարկության տակ ժամանակ էին շահում, բայց այդ ընթացքում ինչ էր լինում։ Հասարակությունը ունեզրկվում էր, մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդիկ հարստանում էին։ Պարոն Գևորգյան, դուք կյանքում բիզնես արել եք։ Բիզնես չի արել այսօր մի $100 միլիոն տեր է։ Մեկ մեկը չի հարցնում որտեղից իրան դա։ Միայն կենտրոնում 57-ած սեփականության իրավունք ունի։ Ո՞վ է այդ իրավունքը տվել։ Մենք 4 եղբայր իմ ծնողի հետ տասնյակ տարիներ չենք քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել։ Այդ ինձանից խելացի մարդ է, ինձանից ուժեղ տղա է, այդ ո՞նց է այդպես լինում։ Բոլորը լավ գիտեք, երրորդ նախագահան $100 միլիոն ավել կազինոներում կրվել է։ Նույն Բադեն-Բադենում։ Ուր է այդ օրիորդը։ Երրորդ նախագահան եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի։ Կոշիկներից մեկը մի համար մեծ ա եղել, մյուսը մի համար փոքր ա եղել։ Ո՞նց ա եղել բոթասներով։ Ո՞նց եղավ որ Ֆաբերժե, չգիտեմ ինչեր էր։ Այդ որտեղից։ Ինչի հաշվին, զենքերի հաշվին, ինչի հաշվին, մեր զինվորների հաշվին, ինչի հաշվին, կրթության հաշվին, ինչի հաշվին, առողջապահության հաշվին։ Եվ համակարգ չենք ունեցել։ Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։ Լայնամասշտաբ։ Մի մարդ է որոշել ով ինչ անի։ Հիմա եկել եք ինչն եք պաշտպանում։ Հիմա ես ասեմ եկել եմ քաղաքապայմանագիր ինչ եմ տեսել ես մեկ ամսվա մեջ։ Կազմակերպված, գրագետ, հավասարակշռված, աշխատավարձով ապրող, տարբեր մարդիկ տարբեր լեզուներ գիտեն։ Շատ լավ կարգապահություն կա ներսում, որը չեմ նկատում ձեր մեջ։ Զարմանում եմ, որտեղ դուք ավանդական կուսակցություն էլ կա, փորձ ունեցող մարդիկ շատ կան, որոնցի դեպ ես շատ հարգում եմ, տարիներ շարունակ մենք նույն շենքում ենք եղել, ուր Արմեն Ռոստոմյանը, բավականին մեծ քաղաքական փորձ ունի, շատ մեծ, Արծվիկ Մինասյանը մի քիչ ավելի քիչ։ Հիմա ես ինչ եմ ուզում ձեզ ասել, եկեք բոլորս արդյունավետ աշխատենք, մեկս մյուսին հարգենք, սա այն հարտակը չի, որտեղ որ պետք է ձևով մեզ դրսևորենք։ Մենք ամեն ինչ տեսել ենք 25 տարի, տեսել ենք ՀՇ-ի ժամանակները, տեսել ենք դրանից հետո։ Այդ մամուլի գրած դեղին սրա մասին են գրել, գնացեք ուսումնասիրեք, դրանք շատ դեպքերում հատուկ ղեկավարության կողմից պատվեր տված հոդվածներ են լինում այս կամ այն մարդկանց տարբեր անուններ կպցնելու։ Օլիգարխ գաղափարը մտցրել են, այդպիսի հնարավորություն ունեցող Հայաստանում գործարար չի եղել։ Այդպիսի հնարավորություն ունեցել են երկրի առաջի դեմքերը, ովքեր մեծ հնարավորություն են ունեցել եւ քաղաքական համակարգի վրա ճնշում գործադրելու եւ ուժայիններին ցույցում տալու եւ տնտեսական կառույցները ոնց ուզեն այնպես օգտվեն այդ տնտեսական կառույցներից։ Այսօր ես քաղաքացիական պայմանագիր ֆրակցիայում ուղղակի ես զարմանում եմ, որ այդքան կարգ ու կանոն կա, 3 գումարման, սա 4-րդն է, որ ես պատգամավոր եմ եղել, ես այդպիսի ֆրակցիա չեմ տեսել։ Եվ ես տեսնում եմ ամեն օր իրենց հետ շփվելուց։ Մարդիկ մեկը մյուսի նկատմամբ հարգանքով, դուքով են խոսում,
կիրթ են, քաղաքական այն խնդիրը, որ դրված է իրենց ղեկավարի կողմից, շատ լավ հարգում են, շատ լավ վիճում են, շատ լավ ընտրություններ ա ներսում լինում, թե ով պետք է լինի փոխնախագահ, նախագահ, ինչ ենք ուզում, սերնդափոխություն պետք է լինի, նախկինը պետք է մոռանանք, ձեզ էլ նոր երիտասարդներ եք եկեք, խորհուրդ եմ տալիս ինքնուրույն քաղաքական գործունեություն վարեք, գիտակից, ուսումնասիրեք, գնացեք պատմությունը նայեք, ինչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը, հեղաշրջում արեց Վազգեն Սարգսյանը, ես պետք է չտարբերեմ, Վազգեն Սարգսյանը հոգին լուսավորի, բայց ինքը շատ վատ բան արի Հայաստանի նկատմամբ։ Ուժային համակարգը ինչ գործ ունի, կանգնի քաղաքական ղեկավարությանը ասի սխալ եք։ Ով է նա։ Բայց նրան ինչ արեցին, քաղաքական ուժերը պաշտպանեցին, երկրում եղավ հեղաշրջում։ Վազգեն Սարգսյանի օրոքել եմ, շփվել եմ Վազգեն Սարգսյանի հետ, բոլորի հետ։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բոլորի հետ շփվել եմ։ Շատ վատ համակարգ են ստեղծել, ստրկացրել էին հասարակությանը։ Հիմա լավ գիտեք, ժողովրդավարություն կա։ Հիմա անցնեմ տնտեսությանը։ Ուր է պարոն Խաչատրյանը։ Լավ է թվերը չեն նայում, չեն ուսումնասիրում, ինչա կատարվում Հայաստանում։ Լավ, այստեղ բոլորդ նստած եք, երևանցի մարդ կա, որ քաղաքում մանեկել եք, տեսել եք այդ օբյեկտներում ինչա կատարվում։ Արդեն ռեստորաններ կա, որտեղ որ պետք է 1 օր առաջ պատվիրես, որ քաղաքում տեսել եք ինչա կատարվում, հյուրանոցներում գիտեք ինչա կատարվում, շրջանառություն կա, տեսնում եք, շատ մեծ արտարժութ է գալիս Հայաստան, ու կենտրոնական բանկը միշտ միջամտում է, չմիջամտներ մեր արտահանման ծավալները կնվազեր, 3 օր առաջ եմ ճշտել արտահանման հետ կապված, այսպիսի մոտեցում կա, այս տարի 15% անցյալ տարվա նկատմամբ ավել արտահանում կլինի միայն գյուղմթերքների, ես խոսել եմ այն մարդկանց հետ, ովքեր որ դրանով են զբաղվում, առաջի 4 տարվա մեջ կկրկնապատկվի Հայաստանից արտահանվող ապրանքը, բայց շատ լավ նախագիծ է, շատ լավ ծրագիր է, ծրագրի մեջ լավ գրված է, թե ինչ պետք է անենք, այդ հավելյալ արժեքը մենք պետք է եւ ինժեներական, եւ թե գյուղատնտեսական մթերքը, որ ոչ թե պետք է թարմ տեսքով արտահանենք, այլ դա պետք է հավելյալ արժեք ստեղծվի, դա պետք է վերամշակվի, որպեսզի ավելի մեծ գումարներ գա։ Դա ուղիղ համեմատական է, որ ասեն պետք է պղինձը, ոչ թե խտանյութը գնա, այլ պետք է Հայաստանում պղինձ ստանան, որը 5 անգամ ավել գին ունի։ Այդ ժամանակ մեր համախառը ներքին արդյունքը ավելի կբարձրանա։ Ես ուզում եմ ասել ձեզ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դինամիկ զարգանում է, դա նկատելի է, դա ազատության շնորհիվ է, դա որ այսօր նախարարները հասանելի են, այսօր գերատեսչության ղեկավարները հասանելի են, կոռուպցիա չկա, ոչ մեկ իր անձի շուրջ չի ամեն ինչ հավաքում, այսօր մեր խնդիրները գալիս է նախկինում, կարծեմ պարոն Զաքարյանը նույնպես ասաց, որ հողակտորները, որոնք որ շատ ցածր գնով 100 անգամ էժան շուկայական գներից ձեռք են բերել, այդ հողակտորները վաճառում են անգամներ թանկ եւ հնարավոր չի լինում, որպեսզի մարդիկ կարողանան մեծ հողակտորների վրա մեծ գյուղատնտեսական աշխատանք տեն։ Մի վարքյան եւս մի բան պետք է ասեմ, ներողություն եմ խնդրում։